այն առաջնային պլանը, որը կար հարձակվող կողմի մոտ, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի, այն է տապալել երկրի իշխանությունը, գլխատելով երկրի կառավարությանը, բարձրակարգ ղեկավարությունը եւ դրանից հետո ակնկալել, որ արագ կփոխվի ամեն ինչ, ներքին ընդդիմությունը կբարձրացնի իր գլուխը եւ կհասնեն իրենք փաստացի, այսպես լիարժեք կախյալ իշխանության ձևավորման Իրանի տարածքում, այդ պլանը տապալվել է եւ փաստացի ստացվում է, որ դրանից հետո այլ մեծ եւ մանրամասն մշակված ռազմավարություն առկա չէ։ Պատահական չէ, որ խոշորագույն ամսագրերից մեկը արևմտյան աշխարհի The Economist-ը դուրս է եկել շապիկով, որտեղ շատ տիպիկ բնութագրել է տեղի ունեցող a war without a strategy, պատերազմ առանց ռազմավարության։ Հետևաբար մենք գործ ունենք հիմա Ամերիկայի իսրայելական կողմում կարծես թե նոր ռազմավարության փնտրտուքի հետ, որը նույնիսկ կարող են կոչել exit strategy, այսինքն ելքի ուղիներ փնտրելու գործողություններ։ Հետևաբար, եթե չկա այնտեղ հաշվարկ, թե ինչպես կարող է ընթանալ պատերազմը, դժվար է որևէ քիչ թե շատ այսպես ամփոփ կանխատեսում անել։ Միակ բանը, որ կարող ենք ասել, հետևյալն է. մեր տարածաշրջանը, մեր անմիջական հարևանությունը այլևս չի լինելու այնպիսին, ինչպիսին էր մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը, այն 180 աստիճանով տարբերվելու է եւ դրա ազդեցությունը զգացվելու է բոլոր իմաստներով, տարածաշրջանի բոլոր երկրներում։